Պարոն Սարգսյան, աշխարհի պատկերացումները Հայաստանի մասին մի քանի անփոփոխ բաղադրիչ ունեն, դա հիմնականում հայ եկեղեցին է, հայոց ցեղասպանությունը եւ ինչու՞ չէ մեր արևահամ բարիկները։ Այսօր ինչ որ տեսնում է այդ նույն աշխարհը, դա եկեղեցու, ավելի ճիշտ իշխանությունների եւ եկեղեցու միջև հակամարտությունն է, բարձրաստիճան հոգևորականի ձերբակալությունը, կալանավորումը, այդ թվում նաև եկեղեցու մեկենասի ձերբակալությունն ու կալանավորումը իդեմս Սամվել Կարապետյանի եւ հոգևորականի դեպքում Բագրատ arczepiskopos Գալստանյանի մասին նկատի ունեի։ Արդյոք փոխվելու է կամ փոխվում է աշխարհի ընկալումները մեր մասին։ Նախ շատ շնորհակալ այս տեսակցության մասին եւ անշուշտ աշխարհի ընկալումը փոխվում է, քանի որ Հայաստանի ներկա կացություն եւ հատկապես Արցախի կորուստից յետք ընդհանրապես հայության նկատմամբ բավական բարդ մթնոլորտ է ստեղծել քաղաքական եւ նաեւ ասենք շրջանային ապահովական հարցերի կապակցությամբ։ Հետևաբար սպասելի է նաև, որ Հայաստանի ասենք պետական կառույցը եւ համակարգը շատ ավելի ուշադիր եւ շատ ավելի նրբանկատ լինի, թե իրենց արտահայտությունները կամ դիրքորոշումները հանդեպ մեր հայկական կառույցներին դա լինի Հայաստան թե Սփյուռք շատ լուրջ ձևով պետք է նկատառվի եւ համապատասխան քայլեր առնվի խնդիրը ոչ ասենք սոցիալ մեդիայի միջոցով անտեղի տարածելու եւ կամ եթե լուրջ խնդիրներ կան անշուշտ որթեգրել դատական միջոցները եւ համապատասխան նաեւ ասենք զրպարտություններ, որոնք պետք է քննվեն եւ հաստատվեն փաստաբանների միջոցով կամ անձը ազատ արձակելով կամ բանդարկելով կամ ինչ որ հարկ է այդ ուղղությամբ կարգադրելով։ Մի խոսքով Հայաստանի ուրեմն ներկա կացությունը նկատի ունենալով աշխարհակաղակական կացությունը եւ ընդհանուր մթնոլորտը եւ հարևանների պարագան նաեւ անշուշտ մեր պետական կառույցները շատ ավելի ուշադիր պիտի լինեն, թե ինչ են արտահայտում այդ մասին, ինչ ձևով են դրսևորում այդ պարագան եւ այլը։ Եթե վերանայենք մեր, ասենք, վերջի քանի տարիների պարագան եւ հատկապես վարչակարգը փոխվելու հարցով եւ նախկինների նկատմամբ դիրքորոշումներ որթեգրելով տեղի ունեցան դատական, ասենք, ընթացներ զանազան անձնավորությունների նկատմամբ ներառյալ վարչապետները ժամանակի եւ որևէ արդյունքի չհասան։ Դա նշանակում է, որ նախկինների նկատմամբ դիրքորոշումները ոչ ամբողջական եւ ոչ դատական առումով հաստատված խնդիրներ էին եւ հետեւաբար այդ մթնոլորտը ճիշտ ձևով չդրսևորվեց եւ եթե մենք պետք է նկատի ունենանք ասենք ժողովրդավարական կամ դեմոկրատիայի խնդիրը նաեւ մարդկային իրավունքների խախտման խնդիրն է մեջտեղ գալիս։ Հիմա այս պարագային եւ ներկա կացության մեջ հատկապես եկեղեցու նկատմամբ դիրքորոշումը դա նշանակում է հայկական ազգային արժեքների կրոնական արժեքների նկատմամբ դիրքորոշում դա նշանակում է այն արտացոլումը որ արտաքին աշխարհը պետք է տեսնի հստակ ձևով արտահայտում է այն դիրքորոշումը որ մեր կառույցները հատկապես ազգային կառույցները հարցականի տակ են դրվում պետության միջոցով հետեւաբար կամ պետությունը պետք է շատ լուրջ եւ հաստատ ասենք փաստերով հարցին մոտենա եւ խնդիրը վերջնականացնի եւ կամ լուր մնա եթե պետք է քննություններ կատարի եւ հետո համապատասխան քայլեր վերցնի ուրեմն մի խոսքով արդյոք մենք որպես երկիր որպես պետություն փորձում ենք մթնոլորտը խանգարել եւ այդ մթնոլորտի խանգարած վիճակում ասենք որոշ դրական արդյունքներ ապահովենք մեր նպատակների նկատմամբ թե ճունենք այն նրբանկատությունը կամ ասենք
պետական առումով պատրաստությունը, քաղաքական հասունությունը, որը պետք է նման պարագաներում օգտագործել։ Դուք ասացիք, որ իշխանությունները դիրքորոշում ունեն կրոնական արժեքների նկատմամբ, նկատի ունելով բացասական դիրքորոշում։ Նրանք ոչ միայն իրենց արտահայտ այո, ոչ միայն արժեքների նկատմամբ բացասական դիրքորոշում ունեն, այլ նաև դիրքորոշում ունեն այն անձանց նկատմամբ, ովքեր դիրքորոշում ունեն ուրեմն կրոնական արժեքների նկատմամբ, մասնավորապես Սամվել Կարապետյանին նկատի ունեմ, ով հիմա եկեղեցուն սատարելու համար արդեն օրերորդ շաբաթն է իր ուրեմն անազատության մեջ է գտնվում, կալանքի տակ է։ Ինչ կարող եք ասել հատկապես այն ֆոնին, որ փաստորեն նաև սեփականության անձեռնմխելիության օրենքի խախտման որոշակի էլեմենտներ ենք մենք այստեղ տեսնում, քանի որ Փաշինյանը խոսում է հայկական էլեկտրական ցանցերի պետականացման մասին, սկզբում ասում էր ազգայնացում, հետո դարձավ պետականացում, արդյոք սա նաև խախտում չէ մասնավոր սեփականության օրենքի։ Անշուշտ որոշ չափով սեփականության օրենքին նաև հարակցում է։ Ես դեմ չեմ պետականացման խնդրի նկատմամբ, եթե այդ ասենք ձևակերպումը պետք է լինի համապատասխան օրենքների նկատմամբ կամ ձևակերպումով եւ արդյունքը լինի այնինչ, որ ժողովրդի շահին պիտի ծառայի։ Հիմա մանրամասնությունները ինչ են տեղյակ չեմ, հետևաբար հավելյալ ասենք տեսակետ չպիտի հարկեմ այդ մասին, բայց կարևոր է, որ ինչ որ արվում է ճիշտ օրենքի համապատասխան ձևով արվի եւ եթե քայլ է վերցվում մարդկանց ձերբակալելով, կալանքի տակ դնելով, պետք է այդ ասենք լուրջ զրկվածությունները գոնե առնվազն կարճ ժամանակաշրջանում հստակացվի եւ մարդը կամ ազատագրվի կամ կալանքը շարունակվի եւ դատական հարցին անցնի։ Ճիշտ չի այս մթնոլորտի մեջ շատ հերթականորեն քայլեր են վերցվում, որոնք մթնոլորտը խանգարում են արտաքին աշխարհում հատկապես Հայաստանի նկատմամբ դիրքորոշումների պարագան։ Մի խոսքով Հայաստանի քաղաքական լրջության ասենք մասշտաբը իջնում է արտաքին աշխարհի առջև։ Չմոռանանք նաև, որ մեր քայլերքի Հայաստանի քայլերքի մասին կամ դրոշի մասին կամ դպրոցներում լեզվի մասին խնդիրներ հարուցվեց։ Այս բոլորը մեկ առ մեկ ասենք շարունակվում են եւ այդ ընթացքը բացասական մթնոլորտ է ստեղծում։ Իսկ վերադառնալով եկեղեցու նկատմամբ կրոնական խնդրերի նկատմամբ կամ վեհապարի նկատմամբ դիրքորոշումները նաև նորեն նուրբ խնդիրներ են, որոնք պետք է շատ ավելի լրջությամբ վերագրվեն եւ հարաբերությունը հստակ ձևով եւ փաստական ձևով մեջտեղ բերվեն, քան թե համացանցի վրա սոցիալ մեդիայի միջոցով եւ այլը բացթողումներ արվի, որոնք բնավ օգտակար չեն մեր ազգի եւ մեր ժողովրդի նկատմամբ։ Եվ անշուշտ չպետք է մոռանալ սփյուռքահայությունը, քանի որ սփյուռքահայությունը նաև առնվազն կրոնական առումով շատ ուղղակի կապված է էջմիածնին եւ վեհապարին եւ ընդհանուր կրոնական համակարգին։